Ճիշտ ասած, 2 օր է իմ անունը այստեղ արձարծվում է, գնահատականներ է տրվում եւ ցավում եմ, որ չնայած իրենք պիտի ինձ գնահատական չտան, հա, տիկին փոխխոսնակն է ինչ որ գնահատական տվել, բայց մի բան կարող եմ ասել, որ իմ գնահատականը ժողովուրդն է տվել եւ 7 անգամ ինձ ընտրել են, 5 անգամ քաղաքապետ, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր եւ գիտենաք, որ ասենք 70% ձայներ եմ ունեցել նախկին տարիներից այդպես եկած եւ հույսս կուսակցությունների վրա չեմ դրել երբեք, կուսակցությունները ինձ դեմ են եղել, ոչ կաշառք եմ բաժանել, ոչ էլ կեղծիք եմ արել։ Ինչ մնում է ինձ գնահատականին, մի 4-5 այսպես բան կբերեմ, որ գիտենան թե ով ինչ է արել, 300 միլիոնանոց բյուջեն քաղաքային, դարձրել եմ 3 միլիարդ 650 միլիոն եւ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաք այդքան ցուցանիշ չի ունեցել իմ ժամանակահատվածում ընդཐུպ կենտրոն համայնքը եւ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր գնահատականին եւ մեդալներին։ Բացի դրանից, իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան, քաղաքից հեռացվել է 40,000 տնակներ, մշակույթի, կրթության, սպորտի ոլորտի բոլոր կառույցները վերակառուցվել է իմ օրոք, 50 լուսակետը դարձրել եմ 4500 լուսակետ, եկեղեցիների վերակառուցում ոչ միայն քաղաքապետեղած ժամանակս, դրանից առաջ եւ հիմա, քաղաքապետարանի շենք, հրապարակներ, ես չգիտեմ շատրվաններ ու ամեն ինչ, հիմա որ մտնում եք Գյումրի քաղաք, ինչ որ տեսնում եք, դա արվել է Ղուկասյան Վարդանի օրոք, հին միջուկը պահպանել, բացի այդ ամեն ինչից, Երևանը չհաշվարկած, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, մասնավորի կողմից այդքան շենք-շինություն չի կառուցվել, ոնց որ իմ օրոք 100 միլիարդ դրամից ավելի։ Հիմա այդ մարդու գնահատականը ով պիտի տա, մեկը որ այդ ժամանակ, ասենք փոխոսնակն եղել է 13 տարեկան, հա, եւ չգիտի Գյումրի տեղը հավանական է, եւ ասենք պատկերացրեք նախկին տարիներին էլ եւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին իրենք ասում էին, այսինքն նախարարությունները ներկայացրել էին նախագահներին, որ քաղաքում կա 1500 անօտևան եւ 700-ի հարցները լուծվել է, միակ մարդն եմ եղել այս երկրում, որ ասել եմ ոչ, կա 5700 անօտևան եւ քաղաքի համար ինչ որ ես եմ արել, Աստված գիտի, ժողովուրդը գիտի եւ փառք Աստծո, որ ես պատդվում եմ քաղաքում, մարդիկ ինձ միայն ասում են բալաջան, քարներ տաս կանաչ պուսնի։ Հետո չնայած ես վատ չեմ զգում, որովհետև գիտեք ինչի վատ չեմ զգում, նրա համար վատ չեմ զգում, որ ուրեմն Հիսուս Քրիստոսը հավիտենական Աստված, ամբողջ աշխարհի այս ջրերը ստեղծողը, մինչև այսօր մենք այդ ջուրը խմում ենք, որ չմահանանք, խաչի վրա ջուր ուզեց, քացախ տվեցին։ Եթե Տիրոջը այդ բանն արեցին, բա մենք ով ենք, որ մեզ չանեն։ Վարդան Մամիկոնյանին մինչև այսօր քար կոծում են։ Մնացած մեր բոլոր մեծերին, չնայած ես արժան չեմ նրանց ոտքերի տակի հողն էլ համբյուրելու, բայց ասում է ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է։ Անգամ չէ, որ ձեզ մեղադրում են նաև ներկայիս քաղաքապետի հետ եք հանրապետի մեջ եղել։ Չի կարող, չեն կարող։ Ոչինչ չեք արել, բայց ձեզ մեղադրում են։ Լսեք, գիտեք ինչ, ցավում եմ, որ լրատվական դաշտը վատ վիճակի մեջ է, սարսափելի վատ վիճակի մեջ է, որ լույսը խավար եք ցույց տալիս, խավարը լույս եք ցույց տալիս, ամենավատը դա է։ Եվ մեկ էլ մի բան ասեմ, Միքելանջելոն մի ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում է Հիսուս Քրիստոսին։ Մի տարի անցնում է, ներկայացնում է Հուդային։ Ասում են թե, գիտեք, մի տարի առաջ դուք սա Հիսուս Քրիստոս եք ցույց տվել։ Ասում է կարևորը ներկայացնելն է։ Նապոլեոնն ասում էր թե 100 հազարանոց բանակից այդքան չեմ վախենում, ոնց որ 4 լրատվական կառույցից։ Ինչ ուզենաք կենեք, գետինը մտնիկ թե Արումիսա, հաջողություն։ Ինչ ուզենաք մեզի սարքել եք, ինչ ասես մեր գլխիներել եք, ինչ ասես։